այսօր հատուկ սիրունացել եմ ձեր համար։ Մտածեցի, որ հասարակ նկարեմ, բայց հետո մտածեցի girl, go big or go home։ Ողջույն բոլորին, այսօր ձեզ ցույց եմ տալու, թե ինչ կա իմ պայուսակում։ Ինչպես արդեն կարող եք տեսնել, այն բավականին մեծ է ու ծանր։ Ուզում եմ վստահ լինեք, որ իրական կյանքում իմ պայուսակը հենց այսպիսի պարունակություն ունի։ Ու այսքան ծանր քաշ եմ տալիս հետս քաղաքից քաղաք։ Դե լավ, սկսում ենք, բայց մինչև այդ գիտեմ, որ իմ վիդեոն նայում ես, բայց դեռ չես բաժանորդագրվել ինձ։ Դրա համար ես մի 10 վայրկյան կսպասեմ, հիմա մտի բաժանորդագրվի։ Դեռ չկարող ենք սկսել։ Պայուսակս բացելուց հետո առաջինը տեսնում եմ իմ գիրքը, որը նոր եմ սկսել, Ֆրանկենշտեյնը, ես դրա ֆիլմը նայել եմ, ես վերջում որ դուրս էր եկել ու շոտ էի հավանել ու Սերժը ինձ նվեր է արել այս գիրքը հայերեն տարբերակով, սկսել եմ կարդալ, ուզում եի ձեզ նաև այս էջանիշը ցույց տայի, իմ հետևորդուհին է ինձ համար սարքել նվեր, ինքը ճիշտ է ընդհանրապես այս գրքի վայբին չի համապատասխանում, բայց ես իրան շատ եմ սիրում, շատ պոպուշ տեսք է տալիս գրքին, ոնց որ այստեղից ծաղի կաճած լինի։ Այս գիրքը անցանք առաջ։ Ֆոտոապարատ։ Ինքը հին ֆոտոապարատներից է, որ նկարում է այդ պլյոնկայով, չգիտեմ հայերեն տարբերակը ոնց է, այս մեկը վերջացել է, հիմա մեջը կա, պետքա տարվի ու հանվի, բայց ես բավական երկար ժամանակ հետաձգում եմ այդ արարողությունը։ Մի խոսքով, ես շատ սիրում եմ հետաքրքիր էսթետիկ պահեր բռնել, շատ սիրում եմ ինչ-որ կարևոր պահեր անմահացնել ու ըստիս սենց ավելի յուրահատուկ է ստացվում։ Էլ ինչ պայուսակ առանց ականջակալների, ես օգտագործում եմ JBL, իրանք շատ լավն էին, ես այն ականջի մեջ դրվող ականջակալները չեմ կարողանում օգտագործել, ընդհանրապես չեմ սիրում, դրա համար սրանք շատ հարմար են, շատ հավես են, հետո հիգիենիկ են, եթե մի պահ ուզում ես ինչ-որ մեկին տալ, չգիտեմ ինչ ասեմ, ականջակալ։ Հաջորդը գալիս է իմ կոսմետիկ պայուսակը, որը հենց այս պայուսակի հետ է եկել, բավականին մեծ է, տարողունակ, բայց ես շատ բան չեմ վերցրել, որտեղ ինքն էլ իրանով արդեն բավականին ծանր է, հեսա արագ ասեմ մեջին չկա, անցնենք առաջ։ Հայլի, մուգ տոնային կոնսիլեր, կոնտուր բլաշ, հայլայթեր, ունքերի գել, դիմափոշի, որը արդեն մահանում է։ Լիքը շուրթերի հետ կապված պրոդուկտներ, որոնք հիմնականում ստեղծում են կարմիր շուրթեր, տարբեր երանգներով, ինչ-որ պրոբնիկա, խոնավեցնող գել, այսպես հեշտ է այլտեղ գնալուց հետը տանել ու մեյքափից առաջ քսել, մեկ է սենց կրեմի պրոբնիկ ունեմ, որ կօգտագործեմ մի օր երևի։ Եվ այստեղ տեսնում եմ մնացել են մենակ զարդեր, եկեք հանենք, տեսնենք ինչեր կա։ Պրեգոմեշի բոու մեծ ականջողեր, իմ սիրելի, Պրեգոմեշի արև կոլեկցիայից ականջողեր կախովի, շատ եմ սիրում, և ոսկեգույն ականջողեր, կախված այդ օրը ինչ լուք եմ ունենալու, ոսկեգույն կամ արծաթագույն միշտ հետս զարդեր լինում են։ Անցանք առաջ։ Մազակալ, բավականին մեծ, իմ մազերը եթե շատ երկար ժամանակ են թափված լինում, ես ներվայնանում եմ, դրա համար ինձ պետք է միշտ մի բանով հավաքել։ Ակնոցներ, ճիշտ ասած զարմանում եմ մինչև հիմա ոնց այսքանի մեջ չեն խազվել, բայց գցեցի դիմափոշու վրա։ Կանացի հիգիենիկ պարագաներ, աղջիկները կհասկանան, որ անգամ եթե քեզ պետք չի, ոնց էլ չլինի, ուրիշ մեկին պետք կգա։ Անցանք առաջ, դրամապանակ, եկեք բացեք տեսնենք ինչ կա մեջ, կտրոն, ես կտրոններ չեմ թափում, այն մամաներից եմ, որ 1000 տարվա կտրոնները ունենում է, չգիտեմ ինչի իմ մոտ տենց հոգեբանական պահ կա, որ կարծում եմ, որ ինձ պետք կգա, կարծում եմ, որ ինչ-որ բան հետ եմ վերադարձնելու կամ ինչ-որ խնդիր է լինելու, կտրոնը ինձ պետք կգա, մի խոսքով։ 1000 տարի առաջվա չփոխած փող, այս $1 շատ հավես պատմություն ունի, ես այն ժամանակ, որ ադմինիստրատոր էի աշխատում, բացի այդ նաև մոմերի, ձեռագործ մոմեր էի պատրաստում ու մեր հաճախորդներից մեկը իմացել էր դրա մասին, ինձնից պատվեր էր արել ու բացի այդ գումարից մոմի, նաև ինձ տվեց այս դոլարը, ինքը Ամերիկայից էր, այն խորհրդով, որ բիզնեսս աճի, ես ես միշտ պահում եմ դրամապանակիս մեջ, բայց այդ բիզնեսս չաճեց։ Ստեղ էլի կտրոններ կան, ստեղ իմ ու Սերժի նկարն է, այն ժամանակ ուրիշ դրամապանակի մեջ էր, հիմա տեղափոխելուց այս մասը ճղվեց, բայց ոչինչ։ Ու ստեղ քարտեր, այսքանը դրամապանակի հետ կապված, տեսնենք ինչ կա։ Ոյ, արդեն քանի որ մեծ բաները հանեցինք, տակ ենք, խառը բաներ ամնացե ոչինչ, ես հերթով կդատարկենք։
Օծանելիք, իրականում օծանելիքը շատ չեմ տեղափոխում պայուսակիս մեջ, որովհետև այս դիրքից իրանք երբեմն դուրս են տալիս։ Ինչը եւ եղել է, Զարայա, եթե երևում է, անունը Դոննա։ Արդեն էլի մազերի համար մազակալ, ինքը շատ cute պատմություն ունի։ Երևի թե մեր առաջին դեյթի ժամանակ կամ առաջիններից մեկի ժամանակ Սերժը ինձ նվեր է գնել։ Ինքը իրանով կարող ես կոսանել ու իրան մտցնել մազերի մեջ։ Շատ լավն է։ Թաց անձեռոցիկ, որը արդեն վերջանում է, չոր անձեռոցիկ չունեմ, ու ստեղ տեսնում եմ, որ ինչ-որ տեղից թրցրել եմ անձեռոցիկը, որ գոնե չոր ունենամ մոտս, ենթադրում եմ, որ սա Coffee House-ի անձեռոցիկներից է։ Հետո, չվախենակ, չզարմանաք, ես գլյուտեն եւ լակտոզ անտանելիություն ունեմ, բժշկի կողմից դիագնոզված, ու սրանք սննդային հավելումներ են, գլյուտեն digest եւ լակտոզ էնզիմ դու կարող ես այս հաբը ընդունել, ինքը սննդային հավելումը դեղ չի, ու ոնց որ այդ օրը կամ այդ ընթրիքի ժամանակ, օրինակ, կարող ես օգտագործել գլյուտեն կամ լակտոզ, բայց իրան միշտ չի կարելի օգտագործել, ես օգտագործում եմ մենակ, երբ որ Երևանում Սերժի հետ ուզում ենք cheat meal անել, կամ մերոնք ինչ-որ համով բան են պատրաստած լինում, 200 դրամանոց, էսի Givenchy-ի էլի պրոբնիկ դուխի է, չգիտեմ, անձնագիր, սոցքարտ, դեպ շատ ծիծաղալու է իմ անձնագրի վիճակը, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք, էսի դիմացի էջն է, ու ստեղ պետքա լիներ անձնագիր, Հայաստանի Հանրապետություն, զինանշան, բայց իմը այսենց վատ վիճակում է գտնվում, ինչի, որովհետև ես ժամանակին, երբ որ բասկետբոլ էի խաղում, բոլոր մարզիչներին հետաքրքիր էր իմ թվականը, իմ տարիքը, երբ եմ ծնվել, արդյոք fake է իմ անձնագիրը, թե չէ, դրա համար միշտ իմը ստուգում էին, դրա համար այսօր նանգել։ Բացի այդ, որովհետև միշտ հետս է, մաշվում է բնականաբար, էլի կտրոններ, միկրո, խոսափող, ինք շատ cute է, այն ժամանակ ես նրանցով սիրողական վլոգեր էի նկարում, մեր տան անդամների հետ ինչ-որ բաներ էինք պատրաստում կամ նոր տարվա հետ կապված, միշտ իրան օգտագործում է, ինքը այսպիսի բնիկ ունի, այնպես որ iPhone-ին չի լինում, ես ուղղակի իրան որպես աքսեսուար էի օգտագործում, բայց ինքը աշխատող բան է, էլի։ Ստեղ ես լարի մեջ փաթաթվել էր երկու բան ունքերի ինչ-որ սաներ, 1000 տարվա եւ մազի ռեզին։ Հասանք ֆինիշին, չգիտեմ ձեզ այսպես կերևա թե չէ, բայց ամբողջ պայուսակիս մեջ այսպիսի մանր ռեզիններ են, սև եւ թափանցիկ, որովհետեւ ես եւ սևահեր կյանքի փուլեր եմ ունեցել եւ շիկահեր, դրա համար երկու գույնն էլ ունեմ եւ այսպես տարբեր գույների նիվիդիմկաներ եւ վերսիելներս, այսքանով ավարտվեց իմ պայուսակի պարունակությունը, ինձ թվում է բավականին շատ էր։ Բացի այդ, իմ պայուսակում երբեմն որոշ բաների, օրինակ ֆոտոապարատին, եթե կարծում եմ, որ կարիք չի լինելու ոչինչ նկարել կամ գրքին, եթե կարծում եմ, որ հնարավորություն չեմ ունենալու կարդալ, փոխարինում են այլ բաներ, օրինակ այս պահին նկարում եմ շտատիվով եւ լույսով, եթե մտածում եմ, որ օգտագործելու եմ դրանք եմ վերցնում ինձ հետ։ Բացի այդ, հեռախոսիս լիցքավորիչն է միշտ ինձ հետ, եթե գլխիկը չէ անգամ, ապա լարը հաստատ, որովհետև ավտոբուսների մեջ շատ հեշտ է լիցքավորելը։ Եվ այսքանը, եթե ձեզ հետաքրքիր էր այսպիսի վիդեոները, կոմենտներով եւ ձեր լայքերով ցույց տվեք դա, որպեսզի ես շարունակեմ նկարել։ Ես նկարում եմ այս ամեն ինչը ձեզ համար, ուզում եմ, որ ձեզ հետաքրքիր լինի։ Եթե հետաքրքիր գաղափարներ ունեք, ինչ կարելի է նկարել, կոմենտներում եւս գրեք, եւ չմոռանաք հետեւել ինձ այստեղ եւ Instagram-ում, Instagram-ի անունը թողնում եմ այստեղ։ Իսկ այսօրվա համար այսքանը, բոլորիցս տեսություն եւ չմոռանաս այսօր SPF քսել։